բնական է ունեցել է նույն խոսակցության շուրջ է եղել։ Այս խոսակցությունը, որ հանրության մեջ կա այսօր, այդ խոսակցությունը եղել է այդ տերորիստական ակտը անելուց առաջ, երբ որ Վազգենը Մեղրիում ասել է, որ Մեղրին Երևանում է պայթելու, երբ որ այդ ներքին խնդիրներն են եղել, եւ այս էլի մարդիկ են եղել, որոնք ասել են դե Նայիրի Հունանյանի վճիռը չկա, խեք ասում ինքը տերորիստ է եւ այլ։ Նույն բաների մասին է խոսքը, եւ ես ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դե ոնց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որևիցե ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան, 20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ եթե հնարավորություն լիներ, այն տեխնիկական հնարավորություններ լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ լինելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել եւ Բագրատ Գալստանյանն է թե Վազգեն ինչանա, չգիտեմ, մի խոսքով ասում, անժը Գրիշը, անժը Ժորը, կարևոր չի ինքը ինչա, ասենք դա այդ կերպարը իր հարցազրույցների մեջ Ջեբեջան Հրիփսիմեին եւ մնացածին ինքը իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում ասում դե կանենք, անում ենք էլի իրար, բայց պարզ էր չէ որ քաղաքական ժողովուրդ մենք ինչի վրա ենք զարմանում, մենք ասում ենք ինքը քաղաքական դիակ է, բոլորս ասում ենք, ես էլ ասում եմ իրան թողնելու ենք փողոցում ինքը կոշիկի պես մաշվի, պարզ էր չէ որ քաղաքական process ինքը չի կարողանում գեներացնել եւ պարզ էր որ ասենք այն իր վստահությունը որ գնում էր ընդդիմադիր լրագրողների մոտ ասում էր հեսա էս ենք անելու են ենք անելու, հետո դրան ավելանում մենք մեր ձևերով կանենք, եթե քաղաքական գործիչները քաղաքական գործիչ կանենք, ասելա կմասնակցենք, հա դե հիմա կտենանք էլի հիմա օրագրի մեջ օրինակ Աճապարանի մեջ օրագրի մեջ գրած է ինքը Սամվել Կարապետյանի հետ երբ հանդիպել է որ թիվն է այսինքն սպերային կառավարիչների հանգամանք չէ կարող չեմ բացառում ամեն ինչ կարող է ես իմ կարծիքն եմ ասում ես ասում եմ իմ քաղաքական գնահատականը նորից եմ ասում կարող է պարզվի որ սուրբ են իրանք բան չունեմ ասել կսրբանան Պարոն Սիմոնյան իլերումն հարցի այսինքն չեք բացառում որ ես ոչ մի